Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումն անցկացրեց Գյումրիի Շիրակը։ Մեր թիմի մրցակիցն էր Վրաստանի պատվիրակ Գորիի Դիլան։ Շիրակցիներին անհրաժեշտ էր գոնե 1 գոլ խփել հաշիվը հավասարեցնելու համար, քանի որ մրցակցի արկիտակ Հայաստանի փոխ-չեմպիոնը պարտություն էր կրել 0-1 հաշվով։ Ամբողջ հանդիպման ընթացքում վրացիները զբաղված էին խաղը երկարաձգելու, գազոնին պատեհ, անպատեհ պառկելու, մեր ֆուտբոլիստերին հունից հանելու տակտիկայով։ Գյումրիի Շիրակը շատ էր գրոհում, բայց կամ վճռական հարվածները չէին ստացվում, կամ էլ Դիլայի ֆուտբոլիստները գնդակնուժգին հարվածով հեռացնում էին սեփական կիսադաշտից։ Տեսնելով, որ խաղը մոտենում է ավարտին, սակայն մեր թիմի բոլոր գրողները չեն պսակվում հաջողությամբ, գլխավոր մարզիչ Վարդան Բիճղճյանը խաղադաշտ դուրս բերեց Տակավին պատանի որդուն Վահանին։ Խաղի 65-րդ րոպեին Վահան Բիճղճյանը փոխարինեց Նեմանյա Ստոշկվիչին։ Խաղավարտից 6 րոպե առաջ հենց Վահան Բիճղճյանի հարվածը դարձավ հանդիպման զարտը։ Տեսնելով, որ դարպասապահ Միխայելի Մուջրիշվիլին մի փոքր առաջ է եկել իր դիրքից, Վահանը շեշտակի ու շքեղ հարվածով գնդակն ուղարկեց վրացական թիմի դարպասը։ Գոլն ապշեցուցիչ ստացվեց եւ վրացական թիմի խաղային ավանտյուրան հաջողությամբ չպսակվեց։ Լրացուցիչ 30 րոպեներին հետաքրքիր ոչ մի իրադարձության ականատեսը չդարձանք ու կարծես ամեն ինչ գնում էր հետխաղյա 11 մետրանոցներին։ Վերջապես լիտվացի մրցավար Սերգեյ Սլիվան ազդարարում է 120 րոպեանոց մրցավեճի ավարտը եւ թիմերը պատրաստվում են 11 մետրանոցների իրացմանը։ Հենց այստեղ գործեց ֆուտբոլային հանրայդ ասացվածքը։ Տանը պատերն են օգնում։ Առաջինը գնդակին մոտեցավ Ռումյան Հովսեփյանը, նրա հարվածն անկասելի էր 1-0։ Դրան հետևեց Անատոլի Այվազով Թեյմուրազ Գոնգաձե երկխոսությունը։ Վրացի ֆուտբոլիստի հարվածը չստացվեց։ Շիրակցիների երկրորդ հարվածն ալտերի կատարեց Ռոբերտ Դարպինյանը։ Նախորդ հանդիպման միակ գոլի եղինակ Իրակլի Մոդեբաձեի հարվածը գեղեցիկ ցածկով հետ մղեց մեր դարպասապահը։ Այնուհետ Վիուլիան Այվազյանը ոչ մի շանս չթողեց հյուրերի դարպասապահ Միխայելի Մուջրիշվիլին։ Լուկա Ռազմաձեն խփեց վրացիների միակ եղինակության գոլը։ Իսկ հանդիպման վերջակետը դրեց Դավիթ Հակոբյանը 4-1։ Այսպիսին է 11 մետրանոց հարվածաշարի հաշիվը։ Եվ մեր թիմը շարունակելու է պայքարը Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում։ Այստեղ նրան սպասում է վրացական թիմից անհամեմատ ուժեղ Սլովակիայի Պատվիրակ Տրնավայի Սպարտակը։ Հաջողություն մաղթենք Շիրակի ֆուտբոլիստերին այս խաղում եւս։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գյումրի քաղաքի մեր երկրպագուներին։ Այսօր գիտեմ մենակ Գյումրին չէր եկել մեզ երկրպագելու։ Մեր մյուս քաղաքներից կային երկրպագուներ։ Ուզում եմ նաև առաջի խաղի համար շնորհակալություն հայտնել։ Ահագին բավականին հրիսկային մաս կար երկրպագուների գալու մեջ Վրաստան։ Ու փաստորեն այդ մտա վախությունը առաջի խաղից հետո ուրեմն արտարացավ, խնդիրներ ունեցանք, ամեն դեպքում այդ երկրպագուները թիմին հավատալով եկան։ Ու առաջի խաղից հետո 1-0 պարտվել էինք, մի փոքր հակառակորդը առավելություն ուներ, բայց այն փաստը մենք հավատում էինք, որ կարելի է հաղթարել առաջի փուլի արկելքը, դա 100% էր։ Ու ապարտեմ, քանի որ բավականին այս կազմի մեջ մի քանի դիրք կա, տղաներ կան, որոնք այսօր առաջի քայլերն են անում միջազգային ասպարեզում։ Ու բնականաբար այսօր մենք կարողացանք այս կազմով հաղթահարել առաջի փուլի արկելքը։ Մի զարմացեք, բայց փորձում եմ հնարավորինս լինել օբյեկտիվ։ Ինձ համար դաշտում ուրեմն չկա որտի հասկացողություն, քանի որ ես կմայջուկ չէ, ես իմ հոր տուկյանը չէ, այս Շիրակ թիմն է, որը հետևը կանգնած է ամբողջ քաղաք, որը ուրեմն ունի նաև սեփականատեր ու շատ հարցերում պատասխանատու եմ բոլորի առջև։ Հետևաբար չկա այստեղ անձնական։ Սամվել Աղանյան, Օրագիծ։